ծովինարին որ տեսակ քանի վարկյանում ռենգեն արեցիք, սիրահարվեցիք։ Ինքն ինձ լալոշ էր ասում, ես իրան լոշտակ էի ասում։ Մեկ-մեկ նենց բանի, փիսոնայված քունի։ Նայում է, ես թուլանում եմ։ Չեք հաշվարկել, որ մի օր այդ բիզնեսով ձեզնից շատ գումար է վաստակել։ Չէ, չի կարա, թույլ չեմ տա։ Կամ էլ ես դրանից շատ կաշխատեմ։ Ինձ համար գոյություն ունի տղամարդ, ով հավասար չի կնոջը։ Դուք այն տղամարդկանց շարքում եք, որ նասկի են միշտ նվեր ստանում։ Արդեն կանայք այնքան են աշխատում, այնքան են ստեղծում, տղամարդկանց էլ են տվել անցել։ Տղամարդու դերը վերցրել են իրանց վրա։ Կինը կանում համաման լվա, համ ընկերու հետ խոսա, համ չի, այդ ընթացքում ճաշեփի, մի հատ լվացքի մեքենան միացրած լինի։ Գործերը այնքան բանա կարում անի, ես նայում եմ, ասում Աստված, ինչ լավ է ես տղամարդ եմ։ Հավաքվեք, գնում ենք ստադիոն։ Դեկտեմբերի 11-ին, 21:45-ին բոլորս միասին պիտի ներկա գտնվենք Հանրապետական մարզադաշտում եւ Նոա Լեգիա խաղում լինենք 12-րդ խաղացողը։ Ոչ թե տնից, այլ ստադիոնից պիտի երկրպագենք ու ցույց տանք մեր հավատը, որովհետեւ դե հավատը մեզնից, իսկ հաղթանակը հայկական ամենասիրելի թիմից։ Ողջույն, հերթական թատերաշատ թիվթվաբանությունն է ձեզ սպասվում, որովհետև այսօր մեր տաղավարում է Մայր թատրոնից եւ բազմաթիվ հեռուստասերիալներից հայտնի Նարեկ Հայկազյանը։ Ողջույն։ Ողջույն, Շնորհակալ եմ շատ, որ եկաք։ Խաղ ենք խաղալու։ Մեզ հետ է 963 հաճախականությամբ ռոբոտիկը, արհեստական բանականությամբ է օժտված, ինքը մեզ հարցեր է տալու եւ մենք փորձելու ենք գուշակել այդ հարցերի պատասխանները, որոնք թվային են։ Պիտի թվեր գրենք։ Խնդրեմ, ինձնից հեռու բաներ էլի։ Հա, պատրաստ եմ։ Մաթեմատիկայից լավ չեք։ Մաթեմատիկայից լավ եմ, արհեստական բանականության հետ կապս վատ է։ Որովհետև ձեր տանը կարծեմ թվերի հետ ծովինարը չունի, դուք ոնց որ հիշում եք։ Ես լավ եմ սովորել թվերի հետ կապված, հա, բայց այդ արհեստական բանականություն այդ ռոբոտիկացված բաներից հնարավորինս ուզում եմ հեռու մնալ, բայց դա չի ստացվում։ Տեսնենք ինչ հարցեր է պատրաստել ձեզ համար, գնացինք։ Քանի ֆիլմ է դիտել ամենակինոման մարդը աշխարհում։ Իսկ կինոման մարդու տարիքը կարող ենք իմանալ, թե Չէ, ամեն ինչ թողնում է մեր հայեցողության։ Լավ, թիվ, հա, գրեմ։ Այո։ Պատտենք։ Ես մեծ թիվ եմ գրել, 2026 ֆիլմ։ Հա։ Չեմ կարծում, որ ռեկորդ սահմանած կլինի 2000։ Լուրջ 20000 բանուգոր հաց չի ուտում այդ մարդը։ Չգիտեմ։ Ոնց է հնարավոր 20000 2000 ֆիլմ ինձ թվում է իմ ընկերներից մեկն էլ նայած կլինի, որը շաբաթը 2-3 ֆիլմ նայում է։ Չէ, մի րոպե, եթե դա տարիների բաժան են, քանի տարեկան է ձեր ընկերը։ Մի քիչ անհնար է 20000։ Դե ես այնպես չի ես ճիշտ թիվն եմ գրել։ Ես ուղղակի իմ տեսակետն եմ ներկայացնում։ Հասկացա, լավ, ես 2026 չեմ կրվում, նայեք։ Տարին ունի 365 օր, ճիշտ է։ Ես նու հաշվի եմ առնում օրը 2 ֆիլմ նայեն։ Նու եթե գեղարվեստական ֆիլմ է եւ ինքը նայում է որ բան հասկանա, գոնե օրը 2 պիտի նայի, որտեվ ավել որ նայի բան չի հասկանում, այ կլինի ռոբոտիկացված վիճակ։ Դե լավ, հիմա Դե լավ, եկեք լսենք ճիշտ պատասխանը։ Տեսնենք տրամաբանությանը ով էր ավելի մոտ։ Գվիլին Հյուգեսը ամենաշատ ֆիլմեր դիտած մարդն է, Գինեսի ռեկորդների գրքում գրանցված։ Նա ավելի քան 28074 ֆիլմ է դիտել։ Այս մարդը բանու գործ չունի։ Փաստորեն։ Իսկ ֆիլմերը, որում դուք խաղում եք, սերիալները, դիտում եք, թե չեք հասցնում։ Չէ, ոչ թե չեմ հասցնում, անկեղծ լինեմ։ Ես չեմ սիրում ինձ դիտել, որովհետև եթե նայեմ, չեմ հավանելու, իսկ դա խնդիր է։ Հա։ Հա, ես ինչ չեմ հավանում էկրան։ Չգիտեմ, շատ ինքս իմ հանդեպ մեծ քննադատությամբ եմ վերաբերվում ու անդադ եթե նայեմ հաստատ մտածելու եմ որ կարող է այսպես անել ինչի չեմ արել ու սկսեմ իմ հետ մեծ պայքարի մեջ մտնել շատ վատ է դրա համար աշխատում եմ չնայել ծովինարինը նայում եմ հա ու շատ գոհ եմ շատ աղանդավոր կին ունեմ շատ հիանալի անձնավորություն չէ բայց հետո որ գալիս է տուն այսինչ բան է այսպես չարեցիր կամ սա կարող է այսպես անել քննարկումները կան հիմնականում գոհ եք թե հիմնականում չէ հիմնականում գոհ եմ ինքը աղանդավոր աղջիկ է ես լսել եմ որ դուք անընդհատ ասում եք որ իր մոտ ավելի արագ ու հեշտ է ստացվում ինքը այդպես ծնվել է ինքը տաղանդավոր է ես տանջվում եմ ես օրերով տանջվում եմ որ մի բան ստեղծեմ ինքը մի անգամից այդպես ծնվել է այդպես լինում է այո իհարկե եկեք հիշենք ամենազավեշտալի դեպքերը որոնք ձեզ հետ տեղի են ունեցել օրինակ հիշում եմ ուսանողական տարիներին երբ նոր էի բեմ դուրս գալիս մեր թատրոնում մեր ռեկվիզիտի աշխատող կար մի կին ում անունը Ամալիա էր ինքը շատ լավ կին էր իրականում բայց այսպես ես իրանից վախում էի
Հա, ես իրանից շատ էի վախում ու հիշում եմ խաղում էինք Լևոն Շանթի հին աստվածները ներկայացումը, որտեղ մենք մասսայական տեսարաններում էինք ու ինձնից ծանր մի հատ թուր էր ձեռքս ու Ամալյան այդ թրերը այսպես ինքը երանդով սպասում էր, երբ ենք մենք ավարտելու, կուլիսից խլում էր այդ թրերը մեր ձեռքից։ Հա, որ հանկարծ չկորի, որովհետև ինքը ինչ որ գրանցված էր, ինքը համարվում էր զենք, էլի։ Վերջացրեցինք, բոլորը դուրս եկան, ես որ այդ պահին պիտի դուրս գայի, նկատեցի Տիկին Ամալիային, հենց կուլիսում, այսինքն ինքը ինձ նայում էր, էլի։ Ես իրան տեսա ու վախեցա, ու բեմից դուրս չեմ եկել։ 3 տեսարան մնացել եմ բեմում, որ ես չպիտի այդտեղ լինեի։ Վախից ուղղակի չեք գնացել։ Չէի դուրս գալիս բեմից։ Պես հիշում եմ, կանչեցին Վահե Շավերդյանը, եկավ ասեց, այ տղա դուրս արի, ասեց արի, Ես տեղ եմ, ես բան չի անի։ Հա, չէ, իրականում դա ինչ պիտի աներ, բայց այդպես ինքը նայում էր։ Հիմա ով գիտի Տիկին Ամալիային, ինձ կհասկանա այդ պահին։ Այդ նույն հին աստվածներն է, որտեղ ծովինարը ալիքա մարմնավորել։ Այո։ Հա, մենք այդ վաղ խաղում էինք ալիք, քարթուփ, դեկորի դուբլոր։ Մենք ինչ ասես խաղացել ենք, մինչև հասել ենք նրան, ինչին հասել ենք։ Դեռ կա այդ վրթովմունքը ձեր վրթովմունք ասեմ, որ նորեկները գալիս են ու միանգամից գլխավոր դերեր են ուզում։ Գիտեք, դա վրթովմունք չի։ Իրանք չեն հասկանում, բայց դա իրանց համար վատ է, լավ չի։ Հավատացեք, այն ինչը հեշտ է տրվում, դա հեշտ կորում է։ Այն ինչը դժվար է տրվում եւ քրտնաջան աշխատանքով դա մնայուն է եւ գնահատված։ Հիմա իրանք խաղան գլխավոր դեր, բայց նայում եմ խաղում են, կներեք, թող ինձ բոլորը ներեն, եկեք իմ մասին խոսեմ, բայց կողքից էլ եմ շատ լսում, տապավորված չենք։ Դե որովհետեւ դե ինքը հələ չի հասկանում ինչ է խաղում, ինքը հələ ծանոթ չէ բեմի, ինքը դեռ ախր դերասանների հետ է խաղում, որոնք կոպիտ ասած գելեր են ու պետքա հասկանա, չէ՞, փոխհարաբերությունը ինչպես է լինում։ Դե ինքը չգիտի, ինքը խաղում է, դուրս է գալի, գիտի խաղացել է։ Չեն հասկանա հիմա երևի որ ասեմ, իսկ այն ժամանակ մենք ասում ենք մենք ինչի չենք խաղում գլխավոր դեր, հետո հասկացանք, որ Վահե Շավերդյանն ուղղակի մեզ սովորեցնում էր մեզ, գիտեք ոնց են որ սկսում ես էփել, ճաշը էփել։ Չէ, ինքը պիտի երա, նոր համով դառնա։ Չես կարող այդ ամեն ինչը գցես ջրի մեջ ու մի անգամից ուտես, վայ ասես, ես ինչ համով էր, դե համով չի լինելու։ Ինքը մեզ էփում էր։ Հիմիկվա երիտասարդությունը ու եկեք բոլորի մասին չխոսեմ, բայց հիմնականում գրեթե չեն հասկանում։ Իրանց թվում է, որ իրանք հասկանում են։ Ռոբոտիկը շշնջում է, ասում է իմ երկրորդ հարցը մնաց, իսկ այս փուլի համար միավորը գրանցվում է հոգուտ ինձ, որովհետև իմ թիվը ավելի մոտ է ճիշտ պատասխանին։ Ախ ռոբոտիկը, հա, հասկացա, լավ։ Հիմա 1-0 է հաշվի, բայց եւս 4 հարց լսելու ենք, այնպես որ դուք դեռ ունեք հնարավորություն ինձ հաղթելու։ Գնաց։ Գնացինք։ Քանի վայրկյանում է ստեղծվում առաջին տպավորությունը տղամարդու մոտ կնոջ նկատմամբ։ Դե ես ինչ իմանամ, այդ տղամարդու մոտ քանի վայրկյանում է ստեղծվում։ Ասեք տղամարդիկ։ Մի վայրկյանը հերիք, հա? Չէ։ Մոտավոր եմ ես գրել։ Որեն որ մի քիչ ուսումնասիրես, էլի։ Թե չէ մի վայրկյանն էլ է հերիք։ Պատտենք։ Մի վայրկյան, հա։ 10 վայրկյան Նարեկի կարծիքով, 8 վայրկյան իմ կարծիքով։ Դե մոտ է համարյա։ Այո, մոտ է։ Ուղղակի պետք է հասկանանք, թե ռեալ թվին որքանով ենք մոտ, բայց եկեք մինչև ճիշտ պատասխանը իմանալը քննարկենք ձեզ մոտ ինչպես է աշխատում դա եւ ինչպես աշխատեց դա, երբ հանդիպել էիք ձեր կյանքի մեծագույն սիրուն, որը հետո պիտի ձեր կինը դառնար։ Ծովինարին որ տեսակ քանի վայրկյանում ռենտգեն արեցիք, սիրահարվեցիք։ Չէ, դե վայրկյաններ չի եղել, դա օրեր, ամիսներ, տարի։ Բայց այդ ռենտգեն անելը, գիտեք ոնց է, մի վայրկյանում էլ կարող ես կնոջ նայել, կարծիք կազմել, բայց ես այսպես մտածեցի։ Նայես մի հատ հայացքը տեսնես ինչպես է ինքը քեզ նայում, հետո ժպիտ կա դեմքին, թե չկա, խորություն կա, թե չկա։ Մենք առաջ թող ինձ ներեն, առաջ կային գեղեցկուհիներ, բայց նաև ասում ենք սառած տոլմա։ Հակառակ թե այդպես լիներ։ Օրինակ ես չեմ սիրում գեղեցկուհի, բայց սառած տոլմա։ Ես սիրում եմ կնոջ գեղեցկությունը այստեղ որ լինի։ Դրա համար մոտավոր ասեցի 10 վայրկյան, այսինքն կարելի է մի հատ էլ հարց տալ, հարցը լսել։ Հա, թե չէ այդպես կարելի է մի հատ նայել, կարծիք կազմել։ Լավ, լսենք ճիշտ պատասխանը, հետո գանք ձեր սիրո պատմությանը։ Տղամարդկանց մոտ առաջին տպավորություն ձևավորվում է միջինում 7 վայրկյանում։
մեջտեղում միտեղ։ Հա։ Իրա հետ բան զրուցել է։ Ոչ մի արունակցական, ազգակցական կապ չունենք։ Իսկ ինքը ինչի հիման վրա է ասում։ Արհեստական բանականություն ChatGPT-ի հետ հարցու պատասխանի արդյունքում։ Միչայլոց կինոման ասացիք 22 տարի առաջ, ես հիշում եմ առաջի անգամ երբ որ նայեցի Մատրիցա ֆիլմը, այդ ֆիլմը շքեղ ֆիլմ էր, այդ ֆիլմով տարված իր էֆեկտները բան, բայց բաներ այնտեղ ասում, որ մենք ես չէի հասկանում, դե մտածում եմ ալմորորակային բաներից են խոսում, արհեստական բանականության մասին էր խոսում։ Ես 3 առաջ օրը տղայիս պետք էր դասի համար Մատրիցան էինք նայում, որ ես նայել եմ։ Մեկ էլ լսեցի, որ խոսում արհեստական բանականության մասին 22 տարի առաջ, որ մենք չգիտեինք դեռ ինչա, որ արհեստական բանականությունը գրավել է աշխարհը, մեքենաները, որոնք առաջնորդում են արհեստական բանականությամբ, գրավել են աշխարհը եւ դուրս են եկել մարդկանց դեմ։ Ինչևէ, ես ինչի ասացի։ Ինքը որտեղից գիտի, ես ինչ եմ զգում։ Լավ։ Ինքը վերլուծում է ընդհանուր տվյալներ սոցիոլոգիական, հոգեբանական եւ այլն, եւ հիմնվում է ինչ-որ տվյալների վրա։ 2-0 է հաշիվը հոգուտ ինձ, բայց դեռ ուշ չէ։ Իսկ մինչ այդ եկեք հասկանանք, որ առաջին անգամ ծովինարին տեսակ մտածում էիք, որ շարունակություն լինելու է։ Բացարձակ, հակառակը մենք իրար չենք էլ հավանել առաջին անգամ։ Հա։ Ինչը չէիք հավանել։ Ես իրան էի կպնում, ինքը ինձ էր կպնում, ինքը ինձ լալոշ էր ասում, ես իրան լոշտակ էի ասում։ Չէ, ընդհանրապես մեր ջրերը տարբեր առումներով էր ասում։ Որը եղավ այդ բեկումնային պահը, որ չգիտեմ, ինչ որ անհասանելի բան կար։ Ես չունեի խոչընդոտ ամեն օր կարող եմ մի աղջկա հետ այդպես լինեի ինչևէ չխորանամ, հա, այսինքն ես չեմ ունեցել այդ սահմանը, որ եթե աչքս մեկի վրա է եղել ու ինքը տենց իմ հետ է եղել, իրան ուրիշ կերպ եմ ընդհանրապես նայել, իրան դիտարկել եմ, չեմ կարա բացատրեմ, իրան ուրիշ կերպ էի նայում, երևի դա է գրավել։ Ինքը իմ համար անհասանելի էր, երևի դա է գրավել։ Այդ հարցի պատասխանը ես մինչև օրս չունեմ։ Հակառակը մենք մի տարի իրար հետ մենք նորմալ չենք էլ շփվել։ Լրիվ հեռու ենք եղել իրարից։ Անգամ 2 տարի, ինչ մի տարի։ Բայց միասին սովորել ենք։ Հակասական բևեռներն են, չէ՞, ու դրանց ձգողականության ուժը, վերջը։ Ու հակառակը ես իրան այդպես պաշտպանում էի առանձին բան, ինքը իմ համար այդպես որ մեկը հանգարց չկպնի բան չէ, բայց իր հետ կապ չունի։ Կողքի դրած պահում էի։ Նարեկ, երբ որ ձեզ հարցնում են որն է ձեր երկու դերասանների ամուր ընտանիքի հիմքում, դուք նշում եք նաև երբեմն հայկական մենթալիտետին հետևելը։ Անընդհատ ասում եք հայկական մենթալիտետ, բայց չեք բացում կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Այն ինձ հետաքրքիր է, եթե մասնավորեցնենք, ինչ նկատի ունեք։ Նախ առաջինը սերն է։ Այդ մեկ է դրեցինք մի կողմ։ Իսկ հայկական մենտալիտետը էս է, որ կներեք թող ինձ ներեն բոլորը, բայց ես այսպես մտածել եմ, շարունակելու եմ մտածել, այդպես էլ դաստիարակելու եմ, ինչքան էլ կանայք հակառակը պնդեն։ Ինձ համար գոյություն ունի տղամարդ, ով հավասար չի կնոջը։ Տղամարդը եւ կինը հավասար չեն իրար։ Տղամարդը անելիք ունի, տղամարդը պիտի լինի կնոջ մեջ, կնոջ ուժը, կինը չպիտի ջանք գործադրի, որպեսզի մտածի ինչ-որ բան հոգսեր հոգալու մասին, ինչ-որ աշխատելու մասին, տուն պահելու մասին, կինը լրիվ ուրիշ, կինը փիսոյա, կինը ինքը պիտի իր տանը, իր տնով, իր երեխեքով, չգիտեմ, հա, չեմ ասում, աշխարհ պիտի դուրս գա, ինչ ուզում է անի, տղամարդը այնենց պիտի իր կողքը լինի, որ ինքը ճիշտ չափի սահմաններում ինչ ուզում է անի։ Որ ասում են տղամարդ եւ կին հավասարություն, այ գիտեք ինչա, եկել է մի հատ վիճակ, այո, երբեմն արդեն կանայք այնքան են աշխատում, այնքան են ստեղծում, տղամարդկանց էլ են տվել անցել, տղամարդու դերը վերցրել են իրանց վրա։ Դե դա հայկական մենտալիտետը, Եվրոպայում չկա այդ, այ Եվրոպայում այդ հավասարությունն է, թող ինձ ներեն բոլորը, բայց ես չեմ տեսել, որ իմ պապիկս տունը նստի, բան, տենց սպասի, երբ հա տատիկը փող բերելու, որ ինքը ապրի։ Ինչ որ աղջիկներ ինձ թվում է շատ երջանիկ դեմքով կլսեն այս զրույցը։ Չէ, նայեք, ես չեմ էլ ասում, կինը չպիտի աշխատի, կինը պիտի տունը մնա դուրս չգա։ Դրա մասին չի խոսքը։ Այդ կողմից էլ կինը պիտի աշխատի, բայց չպիտի իր աշխատանքը օրինակ ծովինարը աշխատում է,
Բայց երբեք ծովինարին ոչ մեկ չի ասել, գիտես, աշխատածը տուն բեր, կամ ես չգիտեմ էլ ինքը ինչքան է աշխատում, ինչ է անում, ոնց է անում։ Եվ չի կարա իր գումարը մտնի տուն։ Չի կարա ինքը ինձնից շատ գումար աշխատի։ Դե չի կարա, թույլ չեմ տա։ Կամ էլ ես դրանից շատ կաշխատեմ։ Այսինքն իմ համար դա կլինի ստիմուլ։ Եթե երկու առողջ մարդ հարաբերությունների մեջ են, ֆինանսական տարբերությունը, իրենց աշխատածն ու եկամուտները ինչ խնդիր պիտի առաջացնեն։ Մի հատ էլ ասի, «Յա, դու չես հասցնում, դրա համար եմ ես էս բան անում»։ Լուրջ։ Չէ։ Դա իմ համար հայկական մենտալիտետը, այսինքն տղամարդը ունի իր դիրքը, իր ձևը, կինը իրանը։ Եկեք տղամարդուն տվեք, ասեք թաշտի մեջ գնա լվացք արա։ Դե լավ չի անի կնոջից։ Դե լավ չի անի։ Եկեք ինչ ասեմ, բաներ կա, որ կինն ավելի լավ անում, քան տղամարդը, այդպես է կառուցված։ Միանշանակ։ Հիմա ուրիշ բան էլ ասեմ, կինը 5 բան կարա մտածի։ Չեմ ես։ Կինը 5 բան կարա մտածի միաժամանակ, տղամարդը չի կարա։ Տղամարդուն տալիս ես միաժամանակ երկրորդ բանը մտածելու խարաբա ալնում։ Մենք լրիվ համաձայն ենք, որ տղամարդը միաժամանակ չի մտածում։ Բայց ինչի՞ եք դու ուրեմն դրա հետ համաձայն, իմ ասածների հետ համաձայն չեք։ Դա հստակ ապացուցված է։ Կա, չէ, որ ինչ որ գործեր կան եւ բաներ կան, որը տղամարդունն է, եւ բաներ կան, որը կնոջինն է։ Միանշանակ դերաբաժանում բնությունն արել է մեր փոխարեն։ Ուրիշ բան էլ ասեմ, պատկերացրեք տղամարդը փող աշխատի ու շուտ մտածի այսքան փող աշխատել է, հիմա գնա արագ տուն, այդ տները մաքրի, ճաշը էփիլ, երեխեքին բանման ու հանգիստ նստի, վերջում է պարկի քնի, վայ ասի հասցրեց։ Այդ տղամարդը գժվի մի երկու օրից։ Եթե ոչ այդ օրը։ Չի կարա կնոջ, իսկ կինը դրա մեջ կարում է, կինը կարում է համ լվա, համ ընկերու հետ խոսա, համ չի, այդ ընթացքում ճաշ էփի, մի հատ լվացքի մեքենան միացրած լինի, գործերը այնքան բանա կարում անի, ես նայում եմ, ասում Աստված, ինչ լավ է ես տղամարդ եմ ծնվել, չէի կարող անել այդքան բան։ Դե հիմա հավասար ենք, հավասար չենք։ Ծովինարը հաշտ է։ Իհարկե հաշտ է։ Ծովինարը այդա ջան, ինչ ուզի կարող է անել, կարող է աշխատել։ Ծովինարին երբեք ոչ մեկ չի ասում, այսինչ ժամին տուն արի, մի աշխատի կամ ինչ ուզում ես արա, բայց ամեն մեկս ունենք մեր դերը։ Այո, միանշանակ։ Այս թեման պահենք, կշարունակենք քննարկել, լսենք երրորդ հարցը, ավելի զգոն եղեք, Նարեկ ջան, գուցե միավոր ստանաք։ Լսենք։ Որքանով է գերակշռում տղամարդկանց միջին եկամուտը կանանց համեմատ։ Տեսակ, չէ՞։ Այնքան խոսեցինք եկամուտներից։ Հիմա եթե ռոբոտը ասի քիչ է, այս ռոբոտին ուրեմն կանայք են սարքել օրինակ։ Ոստվոցի։ Իմ կարծիքով 10%, ես իմ բաբլի մեջ եմ, Նարեկն իր բաբլի մեջ է 70%, Նարեկի կարծիքով։ Իսկ այդ ձեր ներքին ցանկությունն է, որ 70% գերակշռի տղամարդկանց եկամուտը կանանց եկամուտը։ Չի դե նայած գործ, բայց լսենք ճիշտ պատասխանը։ Այս ռոբոտը տղամարդիկ միջինում մոտ 15%-ով ավելի շատ են վաստակում, քան կանայք։ Դուք ձեր սրտի ցանկությունն եք գրել ոնց որ։ Հա։ Ես գրում եմ, որ տղամարդը պետք է քրտնաջան անընդհատ աշխատի, էլի անընդհատ։ Նարեկ, Ծովինարը բիզնես ունի։ Այո։ Ոնց է առաջացել այդ գաղափարը եւ չեք հաշվարկել, որ մի օր այդ բիզնեսով ձեզնից շատ գումար է վաստակել։ Չէ, նայեք։ Չէ, չեմ թողնում։ Չէ, Ծովինարի համար այդ բիզնեսը ստեղծվել է, որպեսզի ինքը հոգա իր կարիքները։ Այսինքն ինքը ունենա իր անձնական գումարը, հոգա իր կարիքները եւ ես այդպիսի բաների մեջ չխառնվեմ։ Այսինքն ես վերցնեմ իմ վրա ընտանիքը, երեխեքին, ընտանեկան բոլոր հոգսերը։ Իր անձնականինը ինքը ունենա այդ գումարը։ 3-0 է մեր հաշիվը։ Հա, չէ, դուք հաղթում եք, դուք իրան ավելի մոտ եք նաեւ տարիքով։ Լսենք 4-րդ հարցը։ Տղամարդկանց քանի տոկոսը ունի վառ արտահայտված ֆոբիաներ։ Վայ, ես կարծում եմ ավելի շատ քան կանանց։ Շատ, այո, հայրս օրինակ սարսափում է բարձրությունից։ Վայ, ես այնքան ֆոբիա ունեմ։ Հա, թվարկեք հələ։ Ես օրինակ, եթե գիտեմ միտեղ դուռը փակ է, ես վախում եմ։ Չգիտեմ այդ ինչա հետս կատեմ։ Ես պետք է անպայման իմանամ, որ ես այդ դուռը կարող եմ բացել, թե չէ կջարդեմ։ Ծիկեր ունեմ։ Չգիտեմ դրանք ֆոբիաներ են, թե չէ։ Ինչ ծիկեր։ Վայ, նենց հետաքրքիր ծիկեր ունեմ ու ծիծաղալու։ Օրինակ եթե իմ դիմաց օրինակ բաներով հետիոտնային անցումով անցնում ես անպայման ոդկաս պիտի դեղին բաների վրայով դնելով գնամ պետքա ոդկասը դեղից չդուրս գա հետո քարակուսի sense բաներ որ սալիկներ կան էլի ոդկերս այդտեղ հաշվելով եմ գնում աստիճանները որ բարձրանում հաշվում եմ միշտ
Հա, գրեթե միշտ։ Հետո ատամներս լվալուց հաշվում եմ։ Ինչն է քաշ։ 3 հատ ներքև 3 հատ վերես ապուշ բաներ ունեմ։ Բոլորդ ունեք ֆոբիաներ։ Ցանցանանք։ Ինձ Ինձ թվում է։ չունես ֆոբիաներ։ Դե ես էլ որ սխալվեցի, ել չեմ խաղալու ձեր հետ։ Դուք որտեղից գիտեք է։ Ինքն եկեք լավ պատտենք։ 90%-ը իմ կարծիքով Նարեկը կարծում է 80%-ը։ Տեսնենք ինչ է կարծում Բայց ռոբոտիկը։ ինձ նենց է թվում որ գրեթե բոլորն ունեն ֆոբիաներ։ Վառ արտահայտված ֆոբիան։ Տղամարդկանց ամենատարածված ֆոբիաները փակ տարածությունից եւ բարձրությունից է, մոտ 8.5%։ Ընդհանրապես։ Այս սաղ աշխարհում այդ 8.5% եկավ մեր վրա անգավ։ Այ մարտես 8.5, բայց այս անգամ դուք ավելի մոտ էիք, քան ես։ Դուք գրել էիք 80, իսկ ես գրել էի 90, այո, հետեւաբար 3-1 է դառնում հաշվը վերջապես։ Վախերից խոսեցինք, իսկ հետաքրքիր պատմություններ կենցաղից, որ զավեշտալի են ու օրինակ մեզ կստիպեն ծիծաղել, կհիշեք։ տարօրինակ բաներ ունի ծովինարը։ Մի օր նստած երեխեքի հետ բան էինք, ֆիլմ էինք նայում։ Ծովինարը ներկայացումը ավարտեց, եկավ տուն։ Ժամը 9:30 կողմերն է։ Եկավ մտավ, գնաց փոխվեց, հագավ տնային շորերը, եկավ խոհանոց, ասեց. «Ով մի հատ սուրճ խմեմ ու գնամ գործի»։ Նայեք, առավոտյան ինքը նույն process-ը անում է։ Ինքը ոնց որ խառնեց այդ առավոտվա հետ, հոգնած մարդ։ 3-1 հաշվով։ Եվ ուրախ տրամադրությամբ լսում ենք վերջին հարցը։ Որքան է արժեցել ամենաթանկ նվերը, որը տղամարդը երբևէ մատուցել է կնոջը։ Ես լսել եմ Հնդկաստանում կամ մի մեծահարուստ մագնատ։ Ում տղայի հարսանիքներ վերջերս սաղ աշխարհը խոսում էր։ Ինքը իր կնոջը 2 թե 3 միլիարդ դոլարանոց արժեցող ինչ որ բրիլյանտի, տենց ինչ որ քարա նվիրել։ Ես ավելի ճոխթիվ կգրեմ, որ այդպես է։ Իզուր պատմեցի։ 1 միլիարդ եք գրել, 1 միլիարդ դոլար։ Միլիարդ եմ գրել, 2 միլիարդ։ Ես 2 միլիարդ եմ գրել։ Ոգեշնչված այդ պատմությունից։ Էս էլ իմ սրտի ցանկությունն է։ Գնացինք։ Անիլ Ամբանին իր կնոջը նվիրել է սուպեր յախտ, որը գնահատվում է $84 միլիոն։ Դուք մոտ էիք, արդեն ես մենակ Յախտա ասեց։ Յախտ։ Ես քար եմ լսել։ Բայց այդ նույն մարդն էր այս։ Այդ նույն մարդն էր, այո, որտեվ ես լսել եմ այսպես։ Ուրեմն այդ վզնոցին զուգահեռ նվիրել է նաև յախտա եւ տարբեր քարերից, ռուբին, բրիլյանտ, ինչ ասես կա։ Նարեկ, հարցազրույցներից մեկում ասում էիք, որ անընդհատ սիրահարվում եք իրար դու ծովինարը։ Վերջին անգամ երբ ես ծովինարին սիրահարվել նորից։ Հա, 2 օր առաջ։ Ինչ առիթով։ Նայվածքի։ Ինքը մեկ-մեկ նենց բանի, փիսո նայվածք ունի։ Մենք բան ենք խոսում, մեկ էլ տենց չեմ կարող անեմ այդ նայում է, ես թուլանում եմ։ Իսկ ինքն է ձեզ ավելի շատ նվերներ տալիս, թե դուք իրեն։ Չէ, ես իրեն։ Դուք այն տղամարդկանց շարքում եք, որ նասկի են միշտ նվեր ստանում։ Այդ էլ չեմ ստանում։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար, շատ անկեղծ էր եւ բավականին պոզիտիվ ինձ թվում է մեզ դիտողներն էլ կփաստեն դրա մասին։ Այսպիսի հավասար պայմաններում էլ ավարտում ենք կնոջ հաղթանակով խաղը եւ շեշտեր էլի պարտադիր։ Այո, պիտի շեշտեմ, որպես եզրափակում։ Լավ եղեք եւ մնացեք մեզ հետ, կհանդիպենք։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։